ես ուզում եմ, որ իմ երեխաները մնան հայ եւ ապրեն Հայաստանում։ Իրենց հայրենիքում մեծանան։ Իմ կողքի հարևանը հայ լինի։ Ես չեմ ուզում ադրբեջանցի լինի։ Այն մարդիկ ում համար է ընդունելի է, որովհետեւ իրանք ուզում են ավելի քիչ վճարեն լոլիկի համար, վառելիքի համար վճարեն։ Ես չեմ կարևորում դա։ Իմ համար ավելի կարևոր է իմ երեխաների անվտանգությունը։ Ցանկացած ձայն որոշիչ է։ Եթե մենք որոշում ենք ամեն օր ամենապրիմիտիվ ընտրությունն ենք կայացնում, ինչ հագնենք, ուր գնանք, ինչ ուտենք, բայց ամենակարևոր ընտրությունը, թե որ երկրում ենք մենք ապրելու ու ինչ իշխանություն է կառավարելու այս երկիրը, մենք չենք գնում ընտրել, մենք այս պայքարը չպետք է թողենք մեր երեխաների ուսերին։ Կա մարդ, ում կարելի է մատով ցույց տալ եւ ասել՝ «Բալիկ ջան, տես, այդպես չի կարելի»։ Ինձ թվում է ազգային ժողովի մեծամասնությանը կարելի է ցույց տալ մատով ու ասել՝ «Բալիկ ջան, այսպես չի կարելի»։ Ողջույն։ Վերջերս ժամանակակից է դարձել, դպրոցներ են բացվում եւ ծնողներին սովորեցնում են, թե ինչպես դաստիարակել երեխաներին։ Ինչպես նրանց հետ հաղորդակցվել, շփվել, որպեսզի որևիցե ստրեսի ու տրավմայի չենթարկվեն։ Իհարկե, սա կարևոր է։ Սակայն կարծում եմ, որ դաստիարակության մեջ ամենակարևորը այն արժե համակարգն է, որը ծնողը փոխանցում է երեխային։ Եվ ուրեմն ինչ արժե համակարգ ենք այսօր մենք փոխանցում մեր երեխաներին։ Այս ամենի մասին եմ զրուցելու Ասիա Սարգիզովայի հետ, ով մասնագիտությամբ իրավագետ է, իսկ կոչումով եւ կյանքի բերմամբ կիմանաք զրույցի ընթացքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ հաճելի է, շնորհակալ եմ հրավերի համար, Ամալիա ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Եվ առաջին հարցը, դուք որպես ծնող, ով ունի 2 երեխա, ինչն եք համարում դաստիարակության առանցքը։ Ինչ առաջին հերթին ծնողը պիտի փոխանցի իր երեխային։ Որպես ծնող եւ առաջինը հայ ծնող, ես կարծում եմ, որ հենց մեր հայ արժեքները պետք է մենք փոխանցենք մեր երեխաներին։ Երբ որ ես ասում եմ արժեքներ, եսի նկատի ունեմ մեր եկեղեցին, եսի նկատի ունեմ մեր պատմությունը։ Եսի նկատի ունեմ, որ իմ երեխան վաղը մյուսօր հանգիստ խոսի Արարատի մասին, հանգիստ խոսի ցեղասպանության մասին, չվախենա դրա մասին խոսել։ Ու երբ որ մենք ասում ենք արժեքներ, դա ընդհանրապես չի ենթադրում հետամնացություն, քանի որ արժեքները նա է, որը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին, իսկ իրանք իրենց սերունդներին փոխանցեն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը, եթե մենք ուզում ենք, որ մեր մշակույթը շարունակի գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, օրինակ իմ երեխան գնում է ազգային պարի ու շատ սիրում է։ Ես իրեն չեմ ստիպել, դպրոցում են իրենց դասավանդում։ Հիմա էլ ինքը ամառային արձակուրդներին հաճախելու է։ Ես շատ շնորհակալ եմ մեր դպրոցին ու մեր դասվարին, որ նման արժեքներ է դնվում երեխաների մեջ, եւ կարծում եմ, որ դա է առաջինը, որ երեխան իր ազգը զգա, երեխան իրան ոչ թե բիոզանգված զգա, այլ զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հայ։ Ամալիա ջան, շատ կարևոր է, որ ասելով ազգային կամ ազգայինը պահպանելով, մենք ոչ մի դեպքում ի նկատի չունենք, որ դա հետամնացություն է։ Քանի որ օրինակ Չինաստանի կամ Ճապոնիայի պես պետությունները ամենազարգացածներից մեկն են աշխարհում, բայց իրանց ազգայինը պահպանում են, մաքսիմալ ձևով պահպանում են։ Ու ես կարծում եմ, որ հետամնացություն, ազգային եւ ապագա այս գլոբալիզացիայի մեջ զարգացումը ոչ մի ձև իրար չեն հակասում։ Այսօր, եթե համեմատելու լինենք մեր դպրոցը եւ այսօրվա հայկական դպրոցը, արդյոք այդ հայրենասիրությունը եւ հայկական արժեքներին համապատասխան դաստիարակությունը այսօր ուսումնական հաստատություններում խրախուսվում է, որովհետեւ մենք տեսնում ենք շատ փոփոխություններ, մեզ տանում են դեպի գլոբալիզացիա, մինչդեռ շատ առաջադեմ երկրներ, ովքեր վաղուց արդեն այդ գլոբալիզացիայի ճանապարհին հասել են, այլևս վերադառնում են դեպի ազգայինը։ Մենք ունենալով մեր ազգայինը եւ ունենալով հարուստ մշակույթ ու պատմություն, չգիտես ինչու որոշել են գնալ դեպի այնուամենայնիվ գլոբալիզացիա։ Դուք տեսնում եք սա մեր կրթահամալիրներում, ձեր երեխաներին տեսնում եք, որ այնտեղ իրենց դաստիարակում են իբրև հայրենասեր հայի, թե այնուամենայնիվ այս բալանսը, այն համակարգը, որին մենք սովորել ենք, այլևս այդպեսին չէ։ Բարեբախտաբար այն դպրոցում, որտեղ որ իմ երեխան է սովորում, այդ արժե համակարգը աշխատում է։ Այսինքն այդ ազգայինը իրենց մոտ կա եւ ներդրված է եւ իրենք հաճախելով տարբեր
պատմության թանգարաններ, հաճախելով նույն ցեղասպանության թանգարան են գնացել, ցեղասպանության հուշահամալիր եւ այլն։ Երեխան 6 տարեկանից այնտեղ գնում է ու գիտի ինչի համար է գնում։ Ես իր մեջ չեմ ներդնում ատելություն դեպի հարևան ազգի, հա, Թուրքիայի, բայց ես իրան պետք է ու պարտավոր եմ պատմել, թե ինչ է տեղի ունեցել։ Ու հիմա որ ծածկադմփոց են անում, որ նման բան չի եղել, մի հատ հանենք սաղի անունները 1.5 միլիոն տեսնենք, արդյոք այդքան մարդ է եղել, այդքան մարդ չի եղել, բա Արարատը այլ արդեն մերը չի։ Իմ համար այդ ամեն ինչը ընդունելի չէ։ Քանի որ դպրոցը իր մասով է աշխատում, ես պարտավոր եմ որպես ծնող իմ մասով աշխատել, ու այդ բալանսը լրիվ նորմալ հիմա կայուն ընթացքի մեջ է, բայց կա շատ մեծ կարևոր բայց, եթե այս իշխանությունը մնա, այդ նշանակում է, որ ինչքան ուզում ա մենք տանջվենք այդ ամեն ինչը անենք, եւ շուրջ բոլորը եթե հանկարծ թուրք-ադրբեջանական խոսույթներ եղան, իմ երեխան ստեղ անվտանգ չի լինելու։ Մի քանի առումով անվտանգ չի լինելու։ Չի լինելու անվտանգ ֆիզիկապես, բարոյապես եւ իրավական առումով չի լինելու անվտանգ։ Տեսեք, երբ որոշ մարդիկ լսում են այն մասին, որ ասվում է, որ ադրբեջանցիներ են գալու Հայաստան ապրելու, շատերը դեմ չեն, գիտեք, ասում են թող գան, եղել են ժամանակներ, երբ մենք միասին ապրել ենք, եւ դրան հավելում են Ռուսաստանում եւ այլ երկրներում հայերը ապրում են միասին, հարևան են, այսինքն, եւ գիտեք, խնդիր չկար։ Ես խնդրում եմ խոսենք այս տարբերության մասին։ Երբ դու հարևան ես օտար ազգի ներկայացուցիչների հետ այլ երկրում եւ երբ իրեն բերում ես քո երկիր, սա առանցքային տարբերություն ունի։ Շատ մեծ տարբերություն ունի։ Ես ուզում եմ, որ իմ հարևանը, ոչ թե երկրի մասին է խոսքը գնում, այլ ուղղակի իմ կողքի հարևանը հայ լինի։ Ես չեմ ուզում ադրբեջանցի լինի։ Այն մարդիկ ում համար դա ընդունելի է, որովհետև իրանք ուզում են ավելի քիչ վճարեն լոլիկի համար, վառելիքի համար վճարեն։ Ես չեմ կարևորում դա։ Իմ համար ավելի կարևոր է իմ երեխաների անվտանգությունը։ Ես չեմ կարա անվտանգ ինձ զգամ իմ երկրում, եթե իմ հարևանը լինի ադրբեջանցի, որը 6 տարին դա թիվ չի, 6 տարի առաջ այդքան մեծ սերունդ կորցրեցինք, այդ մեծ քանակությամբ սերունդ կորցրեցինք ջահելների։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է իմանալով, որ մեզ թելադրում են, թե մենք ոնց պետքա մեր երկրում ապրենք, իշխանությանը թելադրում են, թե իրանք ոնց պետքա, ստեղ ինչ պետքա անեն, ոնց պետքա անեն, ինչ պետքա խոսեն, անեն, այդ դիրքից մենք ոչ մի անվտանգային երաշխիքներ չենք ունենա։ Ընդհանրապես ոչ մի անվտանգային երաշխիքի մասին խոսք չի կարա գնա այդ դեպքում։ Հայը պիտի ապրի Հայաստանում։ Այսպես են կարծում միլիոնավոր հայեր եւ բոլոր նրանք, ովքեր նաեւ Հայաստանում չեն ապրում։ Միևնույնն է, այդպես են կարծում եւ չեն վերադառնում Հայաստան։ Դուք ձեզ տեսնում եք Հայաստանից դուրս, եթե իրավիճակը այնպեսին լինի, ինչպեսին որ մեր պարագայում, ձեր պարագայում ցանկալի չէ։ Ամալե ջան, կյանքում երբեք այդ միտքը չի առաջացել ինձ մոտ լքել Հայաստանը, թե պետք կա հնարավորություն դա անելու, բայց ոչ, որովհետև ես ուզում եմ, որ իմ երեխաները մնան հայ եւ ապրեն Հայաստանում, իրենց հայրենիքում մեծանան։ Ես կարծում եմ ցանկացած երեխա արժանի է, որ մնա իր հայրենիքում, որ իր ծնողը ստիպված չլինի լքել այս պետությունը։ Մեզ ստիպում են իրենց գործողություններով, որ մենք կայացնենք որոշում, որ մեր երեխայի լավագույն ապագայի համար մենք մտածենք երկրից գնալու մասին։ Բայց կարծում եմ, որ մենք պիտի այնց պայքար տանենք ու շարունակենք այս պայքարը հանուն հենց մեր երեխաների ու իրենց լավագույն ապագայի համար, որ իրենք ապրեն խաղաղ, ուժեղ Հայաստանում ու չմտածենք ոչ իրենց ֆիզիկական անվտանգության մասին, ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական անվտանգության մասին։ Հաշված օրեր են մնացել մինչև ընտրությունը եւ այն ամենակարևոր հասկացությունը, որ պիտի հասցվի լսարանին, դա այն է, որ յուրաքանչյուր քվե կարևոր է։ Շատերը խորապես համոզված են, որ մի ձայնով ինչ պիտի լինի, ես չպիտի որոշեմ, ինչ կարևոր է ես ում կընտրեմ եւ նույնն է լինելու է այն ինչ լինելու է։ Դուք ինչ եք կարծում, ընտրություններին մասնակցելը վերջնարդյունքի վրա ինչ ազդեցություն ունենալու է, թե ոչ, թե միևնույնն է 1-2 քվե, այսինքն յուրաքանչյուրը իր դիրքից համարում է իր քվեն մեկը կամ երկրորդը, որոշիչ կարող է լինել, թե ոչ։ Ցանկացած ձայն որոշիչ է։
ցանկացած ձայն 2021 թվականին կեսից ավելի քիչ մասնակցել են ընտրությունների, այդ կեսից քչի կեսը ընտրել է Փաշինյանին։ Դա նշանակում է, որ 25%-ը որոշում է կայացրել մեր փոխարեն, թե մենք ինչ երկրում պետք է ապրենք։ Ցանկացած ձայն, դա ձայներ են։ 1, 2, 3 մարդիկ մտածում են իրանց ձայնը ձայն չի, ցանկացածի ձայնը ձայն է։ Մենք պետք է որոշենք, ես իրավունք ունեմ ու ես պարտավոր եմ ու պատասխանատու եմ իմ ձայնի համար, որ որոշեմ ինչ երկրում եմ ես ապրելու։ Եթե մենք որոշում ենք ամեն օր ամենապրիմիտիվ ընտրությունն ենք կայացնում, ինչ հագնենք, ուր գնանք, ինչ ուտենք, բայց ամենակարևոր ընտրությունը, թե որ երկրում ենք մենք ապրելու ու ինչ իշխանություն է կառավարելու այս երկիրը, մենք չենք գնում ընտրել, իմ համար այն մարդը, ով չի գնում ընտրության, ինքը ընտրում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե ինքը ասում է, որ ես չեմ գնում ընտրությունների, հավատացեք ինքը իմ համար ընտրում է Փաշինյանին։ Ես օրինակ ձեզ դուր չեր գա, չէ, որ ձեր փոխարեն ընտրություն կայացնեի, օրինակ, ինչ բժշկի մոտ դուք գնայիք, ամուսնանաք թե չամուսնանաք, երեխա ունենաք թե չունենաք, ու մարդիկ չեն խորանում, որ հաճելի չէ, ոչ մեկ չի ուզենա, որ իրանց փոխարեն այդ որոշումները կայացնեն, բայց ոչ մեկ չի խորանում, որ ամենաառաջկային ու կարևոր որոշումները իրանց փոխարեն մարդիկ կայացնում են, իշխանությունը կայացնում է, իրանք չեն մասնակցում, քանի որ չեն գնացել ընտրությունների եւ ձայն չեն տվել։ Ես ուղղակի հորդորում եմ, որ բոլորը ամսի 7-ին գնան ընտրությունների, որովհետև մենք այս պայքարը չպետք է թողենք մեր երեխաների ուսերին, այս բեռը չպետք է մնա իրենց ուսերին։ Այսինքն մեր երեխաները արդեն պետք է ապրեն լավ Հայաստանում, ուժեղ Հայաստանում ու պաշտպանված Հայաստանում։ Ասա, օրինակ ձեր պարագայում ինչպես է ձևավորվել այն կարծիքն ու որոշումը, թե ում պիտի գնա ձեր քվեն, եթե ունեք արդեն տենց կողմնորոշվում, եւ ինչ բազային հարցադրումների պատասխաններն են կամ ինչ փաստերի հետ հաշվի նստելն է, որ ձեզ հանգեցրել այդ որոշմանը։ Ուրեմն հետևյալն է, ինչպես ես արդեն նշեցի, կա 3 կարևոր կետ իմ համար. ֆիզիկական անվտանգություն, իրավական եւ բարոյական։ Եթե կարելի է անդրադառնամ կարճ ամեն մեկին, ֆիզիկական անվտանգությունը իմ համար, որ իմ երեխան լինի պաշտպանված Հայաստանում, որ ռեալ իրական պաշտպանություն մենք ունենանք, անվտանգություն ունենանք, խաղաղություն ունենանք։ Իրավական անվտանգությունը կայանում է նրանում, որ ամեն խոսքի համար մարդուն չձերբակալեն, չտանեն, փակեն, որ այլևս դատարաններում եւ բանտերում քաղբանտարկյաններ չմահանան, որ վաղը մյուս օրը նույնը իմ երեխան հնարավորություն ունենա իր կարծիքը արտահայտելու ու անվտանգ իրան զգալու։ Եվ բարոյականը շատ կարևորներից մեկն է, այս ատելությունը, որ մենք ունենք, որ այս ատելության մեջ երեխան չմեծանա, պառակտման մեջ, որ չբաժանեն մարդկանց դու երևանցի ես, գյումրեցի ես, արցախցի ես, իմ երեխայի համար չկա տենց բաժանումներ, ինքը գիտի, որ բոլորս հայ ենք, արցախցին հայ է ու Արցախ ասելը դա պատիվ է, ոչ թե Ղարաբաղ, այլ հենց Արցախ ասելն է պատիվ։ Այս 3 կարևոր նշակետերը, եթե հիմք ընդունեմ, ոչ մեկի համար դա նորություն չէ, իմ կողմնորոշվածությունը քաղաքական, ես ամսի 7-ին ընտրելու եմ ուժեղ Հայաստան դաշինքը, ես այդ կուսակցության կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ միայն իրանց հետ եմ ես ունենալու այն ապագան, իմ երեխան ունենալու այն ապագան, անվտանգ եւ ուժեղ, որի մասին ես խոսում եմ։ Ինչու եք ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությունը, ինչն է, որ ձեզ ստիպել է սատարել հենց այս ուժին։ Կարծում եմ հենց այն, որ պարոն Կարապետյանը երբևիցե չի եղել քաղաքական գործիչ ու այն գործիչներից չէ, որ հերթական անգամ խոստումներ են տալիս եւ չեն կատարում։ Եվ ամենակարևորը կարծում եմ նրա համար, որ ինքը ինձ համար մեծատառով հայ է։ Այնքան ինչքան որ ինքը Հայաստանի համար արել է տարիների ընթացքում ու նույն պատերազմի 2020 թվականի պատերազմի օրոք ես շատ մեծ ինֆորմացիա եմ տրվում, թե իրանք ինչեր են արել ու այդ ամեն ինչը միշտ փակ է մնացել ու դրա մասին չի բարձրաձայնվել, բայց նույնիսկ պետությունը գալիս էր ու իրանից այդ օգնությունը խնդրում էր։ Ու ինքը արել է, օգնել է եւ երբևիցե չի բարձրաձայնել։ Ես կարծում եմ մենակ իսկական
հայը ու հայրենասերը, որին ես համարում եմ, հա, պարոն Կարապետյանին, կարող է ինձ համար ապագայում լինել արդեն մեր հաջորդ վարչապետը։ Ինքն է, որ իմ համար այդ ուժն է, որ կկարողանա ամեն ինչ փոխել երկրում։ Երեխաները ծնողների հայելին են եւ շատ զգայուն են նաեւ միջավայրի տրամադրությունների, հասարակական խմորումների հանդեպ, որքան էլ մեզ թվում է թե նրանք չեն նկատում են այն էլ ինչպես եւ լուծում են եւ շատ հաջող, շատ խելացի հարցեր են հնչեցնում։ Ինչպես եք դուք մեկնաբանում ձեր երեխային այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այն ատելության խոսքը հաջող հայհոյանքի հասնող, ինչպես եք բացատրում երեխային, որ սա հայ է, Հայաստանն է եւ նման բան է տեղի ունենում։ Ես իմ երեխաներին փորձում եմ հեռու պահել։ Իմ երեխաները չկան համացանցում, այս ամեն ինչը չեն տեսնում։ Առաջին հերթին այդ ատելությունը, պառակտումը, հայհոյանքները, որոնք հիմա համացանցում հնչում են։ Դա իմ համար ահավորություն է ուղղակի։ Չեմ կարողանալու մինչև կյանքիս վերջ իրանք տենց պահեմ, ու ես դա գիտակցում եմ։ Ու դրա համար ես հիմա այս պայքարը մղում եմ նրա համար, որ իրանք ապրեն լավ երկրում, ու այս ամեն ինչը իրանց համար այնքան անցողիկ լինի, ոնց որ պատմության եւս մի սև էջ, որը իրանք հետո դպրոցում անցնելու են ուղղակի։ Ինչպիսին լինի Հայաստանը, որ դուք համոզվեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել եւ սա այլևս հենց այդպիսի Հայաստան դառնալու ուղու վրա ենք, որը որ երազում եք ու ցանկանում եք հենց ձեր երեխաների համար։ Ես շատ եմ ուզում, որ մեր Հայաստանը լինի առաջին հերթին ուժեղ։ Ուժեղ ամեն առումով, եւ տնտեսապես, եւ պաշտպանված լինի, եւ չլինի այնպես, որ ինչ որ մեկը մեզ թելադրում է որևիցե բան, չլինի այնպես, որ մենք վաղվա օրվա մասին պետք է անհանգստանանք։ Կարևորը նաեւ, որ իրավական լինի մեր պետությունը, որ մեր դատարանները ռեալ կատարեն իրենց աշխատանքը, պատվերով որոշումներ չկայացնեն, քաղբանտարկյալներ չլինեն իմ երկրում, ու ամենակարևորը ես երազում եմ, որ իմ այս հասարակությունը վերջապես շատ համերաշխ ապրի։ Ես ահավոր շատ երազում եմ համերաշխության մասին։ Այն ինչ որ հիմա կա այդ ամենաթողությունը ու այդ ատելությունը, ուղղակի ես sense բան երբևիցե չեմ հիշում։ Ոչ մի տարիներին ես նման բան չեմ հիշում Հայաստանում, որ լինի։ Ինչ որ այս 8 տարվա մեջ արվեց ու բաժանվեց, պառակտվեց մեր հասարակությունը եւ քայքայվեց։ Շատ լավ խոսք կա, որ եթե բաժանես, շատ լավ կարաս տիրանաս։ Դա էլ արվում է ու ասեմ լավ էլ ստացվում է իրանց մոտ։ Բայց բան չմնաց։ Մնաց մի քանի օր։ Այսա, չնայած նրան, որ իրավագետի կրթություն ունեք, այս պահին այլ մասնագիտություն ու զբաղմունք ունենք, միջոցառումներ եք կազմակերպում։ Կազմակերպությունը կոչվում էր My Project։ My Project։ Տարբեր ծավալի եւ բովանդակության միջոցառումներ եք կազմակերպում տարիներ շարունակ։ Պատերազմից առաջ եւ հետո միջոցառումների կազմակերպման պատվերների ծավալն ու բովանդակությունը փոխվել է։ Ես կարող եմ ասել, որ մեծ անկում եղավ 20 թվականից հետո մինչև մոտավորապես 23 թվական ու հետաքրքիր է նա, որ 23 թվականից հետո մեծ մասը միջոցառումների, որոնք մենք կազմակերպել ենք, շատ ազգային ունեցող կամ ազգային բաղադրիչ ունեցող միջոցառումներ էին։ Մեր պատվիրատուները ուզում էին ամենտեղ այդ ազգայինը լիներ, դրսից էին մեծ մասը, իսկ եթե դրանք արդեն կազմակերպություններ են, եւս ուզում են ցույց տալ իրենց գործընկերներին, որոնց օրինակ դրսից են հյուրընկալում եւ այլն, նույն մեր ազգայինը։ Ամենտեղ հետաքրքիր է շատ, չգիտեմ ոնց է տենց ստացվել, կարող է բախտի բերումով է, որ իմ հաճախորդներն են այդպես, բայց ուրախանալու հետ կապված անձնական, հա, ասեմ, շատ տարօրինակ է, այս տարի էլ նոր տարուն ես զգացի, որ սկսած 2020 թվականից չկա այլևս այդ ուրախանալու նման, չգիտեմ, պորտկումը կամ չգիտեմ ոնց է դա բնութագրեմ, հա, լիարժեք այդ ուրախությունը չկա, ոնց որ մինչև 20 թվականներ ու ամեն անգամ տխրում ես մտածելով, որ կան հիմա հազարավոր ընտանիքներ, որ իրենք կուզեին լինել իրենց երեխաների հետ այդ պահին։
Եվ բացի դրանից մեր Արցախի հայրենակիցների համար էլ շատ եմ ցավում, որ իրենք իրենց տանը չեն կարողանում իրենց նոր տարին դիմավորել։ Ունեմ շատ ընկերներ Արցախից, իրանք գիտեն իմ թուլությունը, գիտեն, որ իրանք հենց խոսում են, իրենք խոսում են, բայց հուզվում եմ ես, որովհետև ինձ համար շատ տխուր է, որ մարդուն կարան իր տնից հանեն, ու ինքը այլևս հնարավորություն չունենա վերադառնալու, դնելով ինձ իրենց տեղը, մի վայրկյան անգամ մտածում ես սիրտդ կճաքի այդ զգացողությունից։ Իդեպ այս առումով նորից գեներացվում է ատելության խոսք, գեներացվում է անդադար, արցախցիների հանդեպ ես նկատի ունեմ։ Այո։ Սա պարակտելու եւս մեկ հնարավորություն է եւ նաեւ նրանց լրացնելու, որ դուք չեք պայքարել, փախել եք, եկել եք եւ այլն։ Այսինքն ստացվում է այս մարդիկ արդեն այս վիճակում են, իրենց ավելի փորձում են նվաստացնել։ Արցախցին շատ ուժեղ հայ է։ Ես չեմ կարծում, որ իրանք կկարողանան դրանով կոտրել։ Իրանք արցախցիներից ուղղակի վախենում են, Ամալիա ջան։ Իրանք կնախընտրեին, որ այդ 120,000 մարդը չգար այնտեղից։ Միգուցե նրա համար, որ շատ դժվար է, ոնց որ մարդը իրան հայելիում նայի, նույնն էլ ինքը, երբ որ նայում Արցախցուն, հասկանում է, որ ինքը իր տունը հանձնել է։ Դրա համար ինքը ավելի ու ավելի է ջղայնանում այդ երևույթից, որ իրան դեմ են տալի այդ փաստը, որ դու իմ տունը հանձնել ես։ Չեն կարողանալու կոտրեն արցախցիներին, չի ստացվի։ Եթե 1-2 հոգի իրանց կողմնակիցն է, այն մյուս 118,000 հոգին հաստատ չէ։ Ես հպարտանում եմ ու ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին Արցախի եւ կարծում եմ, որ ժամանակը կգա, որ իրանք հնարավորություն կունենան իրենց տուն վերադառնալ։ Հուսով եմ, շատ մեծ հույս ունեմ։ Ինչ եք կարծում, ընտրություններից հետո մենք առիթ կունենանք աստիճանաբար վերականգնելու մեր վաղեմի ուրախությունը, ոգևորվածությունը, հայրենասիրությունը, սերը այն ամեն ազգայինի հանդեպ ինչ որ ունեցել ենք եւ ինչի հանդեպ այսպես շատ նպատակասլաց աշխատանք է տարվում հանելով դա դասագրքերից, հեռուստացույցից, ցանկացած ձևաչափի դավանանքի եղանակներից։ Ես վստահ եմ, որովհետև դա կապված է երկրի ղեկավարից, թե ինչ դիրքորոշում ինքը այդ հարցերում ունի։ Իսկ քանի որ երկրի ղեկավարը ապագա պարոն Կարապետյանը լինելու է այն մարդը, որը որ այդ բոլոր ձեր թվարկածների կողմնակիցն է ու ազգայինը պահողն է, չէ՞ որ ինքը հենց եկեղեցու համար կանգնեց, չէ՞ որ մինչև հիմա, մինչև առ այսօր կալանավորված է։ Կարծում եմ, որ նույնիսկ եկեղեցու դեմ իրենց դուրս գալը չստացվեց ու իրանք հասկացան, որ չունեն ոչ մի շանս դա անելու։ Մինչև վերջ չգնացին այդ հարցում, որտեղ տեսան, որ տարբերակ չունեն։ Շատ ողջունելի է հիմա, որ տեսնում ես, որ ջահել մեր սերունդը գնում է եկեղեցի, շատ հավատքով է, իդեպ զարմանալի է, բայց փաստ է ու մեծ քանակությամբ են։ Ես կարծում եմ հենց դարեր շարունակ եկեղեցին եղել է մեզ միավորողը, այդ բարոյական սկզբունքները ներշնչողը, որ մենք պետք է միասնական լինենք ու ընտրություններից հետո եւս որոշակի քաղաքականություն վարելուց հետո հաստատ եկեղեցին կարողանալու է բոլորիս միավորել։ Այո, եկեղեցին իսկապես միավորող մեր Սփյուռքի միակ օղակն է եւ թերևս սրանով է նա հզոր եւ վտանգավոր։ Այո։ Որովհետեւ երկրագնդի ցանկացած անկյունում դու կարող ես գտնել հայկական համայնք, որը հավաքված է հայ եկեղեցու կողքին։ Սա շատ ավելի զգայուն թեմա է հենց դրսում ապրող հայերի համար։ Եվ տարիների ընթացքում ես երբեմն որոշակի դրսևորումներ եմ նկատում այլ երկրներում ապրող հայերի հայրենասիրությունը ու ցավագին վերաբերմունք հայրենիքի հանդեպ ավելին է լինում որոշակի հարցերի պարագայում, քան թե հենց Հայաստանաբնակ հայերի։ Դուք որպես մարդ, ով շատ է շրջագայել տարբեր երկրներում, սփյուռքահայ հայերի վերաբերմունքը հայկական եկեղեցու հանդեպ եւ արդյոք այնտեղ կա այդ գիտակցումը, որ հայկական եկեղեցու վնասումը հենց հայի տեսակի ու ծածման ուղիղ տեսակն է այլ երկրներում։ Միանշանակ Ամալիա ջան, ինչպես դուք նշեցիք եւ ես էլ, որ դարեր շարունակ եւ միշտ եկեղեցին միավորել է։
ու դա է վախը հիմա էլ, որ եկեղեցին էլի կմիավորի, միավորեց ըստ էության։ Նույնը Սփյուռքի մեր հայրենակիցներն են գիտակցում, որ իրենց կապող օղակը մեր երկրի հետ, մեր հայրենիքի հետ հենց եկեղեցին է։ Եկեղեցու միջոցով մշակույթն է, հետևաբար եկեղեցու միջոցով լեզուն է։ Ես բազմաթիվ հայ համայնքներ գիտեմ, որոնք հենց եկեղեցու շուրջ միավորված են, մշակույթն են պահպանում, բոլոր մեր հայկական տոներին ներկա են լինում, լեզուն են փորձում պահպանել, այսինքն իրենց երեխաները լեզուն գիտեն, ինչ որ շատ կարևոր է։ Դրա համար կարծում եմ, որ եկեղեցու դերը ամենակարևորներից մեկն է հետագայում արդեն շատ բան փոխելու մեր երկրում։ Տեսեք, խոսեցինք լեզվից, հայոց լեզվից, իսկապես շատ հարուստ է հայերենը եւ ճկուն։ Միևնույն ժամանակ լեզու ասելով մենք ենթադրում ենք նաեւ լեզվամտածողություն։ Մարդու մասին պատկերացում ունենալու համար բավական է լսել նրա բառամթերքը։ Այսօր նաև մեր երեխաները այլ բառամթերք են լսում հեռուստացույցից եւ հրապարակներում, քան թե մենք էինք ժամանակին լսում։ Եվ դրանից էր ձևավորվում նաև մեր արժե համակարգը։ Այսօր այն բառամթերքը, որը հեռուստացույցից եւ ամբիոններից ընդհուպ միջև ազգային ժողովի հնչում է, արդյոք սա վտանգավոր չէ մեր երեխաների դաստիարակության համար, թե հակառակը։ Կա մարդ, ում կարելի է մատով ցույց տալ եւ ասել՝ «Բալիկ ջան, տես, այդպես չի կարելի»։ Ինձ թվում է ազգային ժողովի մեծամասնությանը կարելի է ցույց տալ մատով ու ասել «Բալիկ ջան, այսպես չի կարելի»։ Առաջին հերթին հենց ԱԺ նախագահին, հենց իր թքարտադրության վերաբերյալ էլ իր գործողությունն էլի ասել «Բալիկ ջան, այսպես չի կարելի»։ Հենց հետաքրքիր է, որ այն բառապաշարը, որ իրանք օգտագործում են հիմա, այնքան ցածր մակարդակի է, առաջ մենք երեխային պետք է ասեինք այսպես խոսել չի կարելի, չէ՞, այն վատ բառերը, որ իրանք օգտագործում են։ Հիմա իրանք պատճառով սերունդ է տեսնում, թե ոնց են իրանք դա խոսում։ Նույն է TikTok-ում եւ այլն, հա, այդ բլոգերները, ասվածները, որոնք իրենց ցատարողներն են, տգեղ ձևով խոսում են, ինչա նշանակում, որ այնով Նիկոլին չընտրի, դրախտ չի ընկնելու։ Դա ուղղակի մանիպուլյացիաներ են, ու ես համարում եմ, որ շատ ցածր մակարդակի մանիպուլյացիաներ են։ Այո։ Հուսով եմ, որ շատ քիչ մնաց ու իրենց բառապաշարը կգնան արդեն միայն իրենց տան սահմաններում կօգտագործեն։ Ինչպես դուք ասացիք, արդեն կողմնորոշված եք եւ ձեր քվեն տալու եք ուժեղ Հայաստան կուսակցությանը, Իոքուտ Սամվել Կարապետյանին։ Այո։ Ասած ձեզ, ինչու պիտի քաղաքացին իր քվեն տա ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Եթե ուզում ենք, որ Հայաստանը մնա Հայաստան, պետք է ընտրենք ուժեղ Հայաստան։ Եթե ուզում ենք հայը մնա հայ, պետք է ընտրենք ուժեղ Հայաստան։ Եթե մենք ուզում ենք, որ մեր ազգայինը պահպանվի, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական նարատիվները տարածվեն, մենք պետք է ընտրենք ուժեղ Հայաստանի։ Եվ եթե ուզում ենք մեր եկեղեցին ու մշակույթը շարունակի գոյություն ունենալ եւ չվախենանք Արարատ ասելուց եւ Արցախ ասելուց, պետք է ընտրենք ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ եւ հուսով եմ հաջորդ անգամ արդեն կհանդիպենք ուժեղ Հայաստանում։ Հուսանք։ Վերջաբանի փոխարեն գնա անպայման ընտրության, տեր կանգնի քո ձայնին։ Հիշիր, որ քվեն կարող է որոշիչ լինել։ Ի վերջո սա ընտրություն է, որը դու պարտավոր ես կատարել։ Եթե որոշում ես, թե ինչ նախաճաշ պիտի ուտես, ուրեմն որոշի, թե ով պիտի քեզ ղեկավարի։ Հակառակ դեպքում դու միգուցե եւ չունենաս այդ հնարավորություն ընտրելու, թե ինչ ուտել, այլ կուտես այն, ինչ կհրամցնեն։ Հանդիպենք կրկին առայժմ։